Հանուն հոր եւ որդվո եւ ոգին սրբո ամեն։ Երբ ավետարանը լրջորեն գարթանք սիրելիներ, կտեսնենք, որ Հիսուս հաջող մարդոց հետ կերթար ճաշ ուտելու։ Շատերը կհրավիրեին գիտնալու, որ Հիսուս որու կողմեն է, կայսեր կողմեն է, փարիսեցիներու կողմեն է։ Շատերը, որովհետև մեծ մեկն էր, կուզեին իր շուքի տակ մնալ, եւ զանազան պատճառներով իրենց տուն կկանչեին։ Հիսուսը երթար, եւ երբ որ երթար, միշտ բժշկությունը կամ վերափոխությունը կկատարել այդ մարդուն տուն։ Եվ ավետարանը կպատմի, որ օր մնալ Զաքեոս անունով մեծահարուստի տուն գնաց։ Զաքեոսը մեծահարուստ էր եւ մաքսաբետ, այսինքն այդ ժամանակվա Ռևենյու Քեբեկի դերն էր։ Ինքը կհավաքեր ամեն դրամները, իր ասկել, ինքը հրյա էր, եւ ինչ կներ հռոմեացիներուն գուլար։ Եվ այդ պատճառով իրեն չէին սիրեր։ Ինքը նաեւ կարճահասակ, բզդիկ մեկն էր, եւ քանի որ բզդիկ էր, ամեն մարդ իրեն կարհամարեր, վրանալ չէին սիրեր, եւ ահա իր մեջը այդ նվաստը զգալու, արժեք չունենալու զգացումը աճած էր։ Լսած էր Հիսուսի մասին եւ ամեն ինչ գիտեր, որ անարագները կընդունի, մեղավորները կընդունի եւ շատ կուզեր իրեն տեսնել։ Եվ երբ որ գիտա, որ Երիքով պիտի գա, այսինքն իր քաղաքով պիտի անցնի, խենթ բան մեռավ Զաքեոս, որ հարուստ մարդ մը չներ։ Կարճահասակը լալով ծառը բարձրացավ։ Կսե ավետարանը, կուզեր տեսնել, թե ով է Հիսուսը, առաջ վազեց եւ ժամ դաթեզենիմը վրա ելավ, որպեսզի տեսներ, որովհետեւ Հիսուս այդտեղ պիտի անցներ։ Իզարմանը սիրեն, Հիսուս նկատեց իրեն, երբ հոն հասավ, վեր նայեցավ Հիսուս եւ Զաքեոսին անունով կանչեց, ասելով աջաբարե, վար իջիր, որովհետեւ այսօր պետք է դունդ քիշերեմ։ Զաքեոս աջաբարելով վար իջավ եւ ուրախությամբ ընդունեց Հիսուսին։ Երևակայեցեք ձեզի համար մեծ մեկը կյանքի մեջ, քաղաքական, թերասան, նախագահը, քաղաքը կմտնե եւ գուկա քեզի անունով գտիմե։ Ինչ կլակ Զաքեոսին ես կերևակայեմ, որ ծառեն պիտի նար, երբ որ սա վիճիր։ Այդ տեսակ ուրախ էր Զաքեոսի սիրտը։ Զաքեոս ընթրիքի ադեն ոտքի ելավ եւ տիրոջ հեսավ։ Տեր, ահա ունեցածիս կես աղքատներում պիտի տամ, եւ եթե ովևէ մեկը անիրաված են, քարաբադիկ պիտի հադուցեմ անոր, այսինքն երբ պիտի տամ։ Եվ Տերը շատ ուրախացավ, ըսավ այսօր այս տունը փրկվեցավ, քանի այս մարդն Աբրահամի զավակ է, որովհետև մարդու որդին եկավ կորսվածը փնտրելու եւ փրկելու, եւ այդ օրը իրական թե Զաքեոսի տունը, թե իր սիրտը նորոգվեցան։ Իր կարճահասակության պատճառով մերժված էր եւ նվաստ կզգար։ Այսօրվա լեզվով եթե ասենք հոգեբանները գսեն inferiority complex ուներ, միշտ ուրիշը լավն է, ես լավը չեմ, իմ կարծիքս լավը չէ, ուրիշի կարծիքն է։ Զաքեոս ադուր համար վրեժ գուցեր իր ազգականներեն, միացած էր հռոմեացիներուն եւ տուրքը գքանցներ, կառներ իր բաժինը եւ չնայած կարճահասակ էր չէին նկատել, բայց քանի որ հարուստ էր եւ իշխանություն ուներ, իրեն նկատել կուտար։ Եվ ադուր համար իր սրտի մեջ նաեւ քեն կար իր ժողովրդի նկատմամբ եւ կրնար իրենց բանտանել։ Չնայած մարդիկ չէին սիրել իրեն, բայց ստիպված կնշմարեին, որովհետև կարևոր դարձուցած էր ինքը։ Քրիստոս Զաքեոսի տուն երթալով ազատեց իրեն իր նվաստության, պզդիգը լալու զգացումեն։ Ադոր համար գսե, որ այս մարդն Աբրահամի զավակ է, այսինքն կպատկանի այդ ընտանիքին ինչ-որ մարդկային ընտանիքին ենք, բոլորիս պես հավասար մեկը։ Նվաստության հիմնական պատճառը սիրելիներ համեմատությունն է, այսինքն միշտ կսենք ինքը ինձ մե լավն է, իմ ըրածս իրեն են լավն է, եւ եթե նայենք աշխարհի մեջ, մանավանդ այսօրվա սոցիալ մեդիայի մեջ, ամեն ինչ համեմատության մեջ է, հոն է որ մարդիկ կգործվին, որոշում չեն գրնալ առնել, լավը գա, լավը գա, այսինքն 1000 վի ունի, այսինքն միլիոն վի ունի, եւ մեր անձը ովը լավը կգործվի։ Բոլորս ունենք այս համեմատվելու ցանկությունը։ Խելացի աշակերտ, երբ որ գտնենք ավելի խելացի քով, կրնա իրեն նվաստը զգալ։ Հավատացյալը նվաստ կզգա, երբ կհանդիպի մեկումը, երբ որ չեր գաղոթե, իր մեջ շատ աղոթներ գիտեր։
Հաջողակ կզգանք մենք միջև մեգումը արձագուրդի, օթոյի կամ LinkedIn-ի նկարները կսենք աս մարդիկը կյանքը գաբրին թակավորի պես։ Նույնը նաև Սուրբ Գրքի հերոսներու մեջ կտեսնենք սիրներ։ Սավուղ թակավորը, որ ընդրված էր Աստծո կողմէ, Աստված օրհնած էր եւ օծած էր իրեն եւ մեծ թակավոր էր, բայց երբ որ Դավիթը եկավ իր զինվորը եղավ եւ մեծ պատերազմի մեջ հաղթեց, գիները սկսան ասելու Սավուղը 1000 սպանեց, Դավիթը 10,000 սպանեց։ Սավուղի սիրտը նվաստացավ եւ սկսավ նախանցով լեցվել։ Ուրեմն նվաստությունը կծնի եւ կհամեմատենք մեզի ուրիշին եւ գսենք, որովհետեւ ինքը փամն է, ես փամը չեմ։ Անարակ որդի մեծ եղբայրն էր նույնն էր սիրելիներ։ Միշտ որ հետ էր, սիրո եւ օրհնության մեջ էր, դուն ուներ, ժառանգություն ուներ, բայց երբ ինքնին համեմատեց իր գրծոր եղբոր հետ, որովհետև հայրը մեծ խնջույք պատրաստած էր, ասավ, որ ես մերժված եմ, Աստուն ընդունված չեմ, սիրված չեմ, մորցեր ինձ հայրս, բայց ասավ Աստված, ես քեզի կսիրեմ տղաս, ինչ որ ունի, ինչ որ ունեցած եմ, քեզի կպատկանի ի սկզբանե։ Համեմատությունը կգուրացնե մեզի եւ մենք մեր օրհնությունները չենք տեսներ։ Հայկական առածը գսե չէ, միշտ ուրիշի հարսը ավելի քեղեցիկ է։ Նույնը գնե համեմատությունը։ Ուրեմն նվաստությունը ճշմարտությունը չի ծծնե, այլ ուրիշինը կմեծնե եւ Աստուծմե մեզի դվածը կբզդիքցնե։ Բայց ամենքս արժեք ունենք Աստծո դերներ։ Ամենքիս Աստված իր ձեռքով ստեղծած է։ Կպատմե, որ փիղը մրջունի վրա շատ դխնդա։ Գուքա եւ մրջուններուն գսե, որ դուք ինչ եք, պզդիկ մժեղ մնեք, փամը չեք գնել, ամեն օր միայն քեզնի վրա եք։ Ես փիղս նայեցեք ինչ մեծ եմ, երբ որ գքալեմ, անդարի ծառերը կշարժին, մարդիկ կնստին իմ ուսերուս վրա, թագավորներ կբդցնեն, բայց դուք փամը չեք։ Մժեղը գսե փիղ եղբայր, Աստված մեզ այսպես ստեղծած է, մենք արարժեք ունենք, այս փիղը չի նայել եւ գքալել։ Օրեր հետո որսորդները գուքան անդար, ոչ մրջուն բռնելով վստահաբար, փղին կբռնեն, պարաններով կփաթեն եւ ահա փիղը կգանչի ամենուն, օգնեցեք, օգնեցեք, ոչ մեկ կենթանի կմոտենա, եւ ով կմոտենա, մրջունները կհավաքվին, կմոտենան եւ Աստուծմե դված իրենց բզդիկ ձեռքերով եւ բզդիկ ագրաներով կքագեն պարանները եւ փիղը կփախի։ Նվաստությունը սիրելիներ, խոնարհություն չէ։ Խոնարհությունը մեծ առաքինություն է, իսկ նվաստությունը տգարություն է։ Մեկը հոգին կվիրավորե, մյուսը հոգին կփուժե։ Նվաստությունը միշտ կսե ես լավը չեմ իրեն համեմատ։ Խոնար մարդը կսե Աստված ամեն ինչ է ինձի համար եւ կարեւոր է որ ինձի կսիրե։ Անաբադի հայրերը գսեն, որ խոնարհությունը գսե, որ ես որպես մարդ տգար եմ եւ Աստված իր ողորմությամբ ամեն ինչ է իմ կյանքիս մեջ։ Պատիվը եւ փառքը Աստծունն է, մենք պարզապես կործագիցներ ենք։ Սուրբ Անդոնը երբ կլսե, որ իր մեծ ավելի սուրբ մգա, չի նեղվիր, չսեր ես անարժեք եմ, իմ աղոթներս աբարություն են, անպետք աղոթներ են, կսե փառք Աստծո, այսօր նորեն պիտի սկսեմ, այսինքն նորեն պիտի վերասկսեմ իմ աղոթքիս կյանքը։ Խոնար մարդը գուրախանա ուրիշին բարի գործով, նվաստ մարդը կնախանցի ուրիշին բարի գործը։ Սուրբ Իսահակ ասորի հայրապետը գսե, խոնարհությունը աստվածային հագուստն է, Քրիստոս հագավ այն, երբ աշխարհ իջավ, այդ մեծ փառքեն Աստված իջավ մեր գաղաբարի մեջ մտնելու, մեր հողեղեն գաղաբարի մեջ մտնելու։ Ուրեմն Քրիստոսի խոնարհությունը տգարություն չէր, այլ քաջություն էր։ Քրիստոս մինակ զգաց, բայց միշտ ուրախոր էր։ Միշտ մեր մարդոցեց, բայց երբեք անաբահով կամ ինսեկյուր չզգաց իր կյանքի մեջ։ Ուրեմն խոնարհությունը աստվածային զորությունն է մարդկային գաղաբարի մեջ։ Մեր արժեքը ոչ թե համեմատութենեք ու կասիրելիներ, այլ Աստուծմե մեզի տրված կոչում է, որ Աստված մեզի ինչի կոչած է։ Պետք չունենք համեմատելու, որտեղ Աստված ամենուս յուրահատուկ, օրիջինալ ստեղծած է։ Եթե դուք զավակներ ունիք, գիտեք, 10 հատ ունենաք, ամեն մեկը յուրահատուկ է։ Արդեն ոստիկաններն անգլիական չէ, որ մենք յուրահատուկ ենք։ Մեր մատները անգամ իրար նման չի։ Մեկը պիտի բռնեն, մատները կնկարեն։
որտեղ ամենքս Աստծո ձեռքի գործն ենք, գսե Պողոս Առաքյալը։ Գսե որ Աստված նոր ստեղծագործություն գլուխ գործող ծրավ մեզի, քանի Քրիստոս Հիսուսի միացած ենք, ստեղծված կատարելու համար այն բարի գործերը, որոնց համար Աստված սկիզբեն մեզի պատրաստեց, որպեսզի անոնցմով լեցնենք մեր կյանքը։ Ոչ թե համեմատությամբ, ուրիշինը լավն է, իմս տգար է, այլ բարի գործերով եւ Քրիստոսով պետք է լսվի։ Եվ Քրիստոս մեր տունը կմտնե, սիրելիներ, մեր հոգին կարգի մեջ կդնի, մեր զգացումները, մեր արժեքները, ամեն ինչ կարգի մեջ կդնի։ Կբուժվենք մեր դգարութենեն եւ խոնարհություն կսորվենք իր։ Պողոս իր աշակերտին կբուժի ասելով. ես եւ որբեսի ովևէ մեկը քեզ չարամարե, երիտասարդ լալուտ համար, հավատացյալներուդ օրինակ եղիր, խոսքովդ, վարմունքովդ, սիրովդ, հավատքովդ եւ մաքուր կենցաղովդ։ Տիմոթեոսին գողացնամալը, Տիմոթեոսը երիտասարդ էր, իրեն երեց ձեռնադրած էր, գսե որ չլա որ նվաստը զգաս քեզ, ինֆերիորը զգաս, այլ քու բարի գործերով թուն օրինակ եղիր։ Ուրիշ տեղ նորեն գքաջալեր է Տիմոթեոսին ասելով Աստված իր հոգի մեզի տվավ, որպեսզի մեր վախկոդությունը հաղթահարենք։ Մարդկային բոլոր ինսեկյուրիտիներու մեջ ինչ կա, վախի զգացողություն կա։ Աստված մեզ իր հոգին տված է, որ այդ վախի զգացողությունը հաղթահարենք եւ զորանանք, սիրով լսվենք եւ սկաստ կյանք վարենք, ոչ թե թմրած, ոչ թե պարկած, այլ սկաստ կյանք։ Եթե որևէ մեկը տգարություն ունի, պիտի հիշնե ինչ որ Աստված սորվեցուց իրեն։ Նախ մեր բադիվը գուկա Աստծուց է, որովհետեւ մենք Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված ենք։ Ոչ թե ես քեզ ինչ հարգանք տվի, դու ինձ ինչ հարգանք տվի, այլ ես Աստծո պատկերով ստեղծված եմ եւ սիրված եմ իր կողմը։ Մգրտությամբ Աստծո զավակ կդառնանք եւ իրեն կկանչենք բաբա, հայր, աչավ մտերիմ կդառնանք, ոչ թե ծառայենք, այլ զավակն ենք Աստծո։ Ադորամար գսե ես ձեզի հայր պիտի լամ եւ դուք իմ տղակս եւ աղջիկներս պիտի լաք։ Չի գատկե ամենեն մեծ կոչում մարդուս կյանքին համար։ Եվ առավել Սուրբ Հոգի դաջարներ ենք մենք, ինչպես Պողոս Առաքյալը գսե, չեք գիտեր թե Աստուծո դաջարն եք դու եւ Աստծո Հոգին կբնակի ձեր մեջը, որովհետեւ Աստված մեզի դուրսեն չի սիրել, ներսեն կսիրե, ներսը դրած է մեր Սուրբ Հոգին, որպեսզի հարադեպ իր սերը ըսքանք եւ իրեն աղոթենք։ Աստված աշխարհի ամենեն գեղեցիկ անկյուններեն հաջեցավ քու մեջը դապրի։ Ոչ թե մեծ պալատներու եւ անդարներու մեջ, այլ քու մեջը դապրի, որտեղ մեծ սեր եւ հարգանք ունի մեզի հանդեպ։ Ինչպես բոլոր դուներեն ամենեն կարճահասակի Զաքեոսի դունը կնած Աստված եւ բժշկեց։ Ուրեմն սիրելիներ, նվաստութենեն դեպի խոնարհություն շարժելու համար ինչ պիտի լինենք։ Ինքզինքիդ ուրիշին հետ մի համեմատեր։ Դու Դավիթն ես, Սավուլը չես, դու Պողոսն ես, Պետրոսը չես, քու կյանքիդ եւ քու շնորներուդ վրա կենտրոնացիր։ Ամեն օր ավետարանը կարդա, որ Աստված հետ խոսի, ասելով, որ քեզի ինչ կոչում տված եմ եւ քեզի որ չափ կսիրեմ։ Կենտրոնացիր Աստուծմե քեզի եկած կոչումի վրա եւ ոչ թե ուրիշին հաջողության։ Ուրիշին հաջողության համար փառք տուր Աստծուն, լավ բանը սորվիր, բայց մի ցկեր որ քեզի նվաստը զգացնե եւ մի նախանցիր ուրիշին հաջողության։ Եվ ամեն օր, երբ որ աղոթքի կգիրաս, քոհություն, շնորհակալություն հայտնի Աստուծո, քեզի տրված ամեն բարիքի համար, որովհետեւ երբ որ շնորհակալ եւ քո սիրտ կունենանք, նվաստը զգալը, ինֆերիորը զգալը մեզ մեկը փախի եւ մենք ամեն ինչով կփառաբանենք Աստծուն։ Հետևաբար Զաքեոսի պես այսօր ընդունին Քրիստոսը մեր դուներում է սիրելիներ։ Իր ներկայությամբ բոլոր դգարությունները թող բուժվի եւ Հիսուսի խոսքերը մենք ալսենք, որ գսել այսօր այս տունը փրկվեցավ, որովհետեւ դու կալ Աբրահամի զավակն եք։ Ավիդյանս Ավիդյանից։ Միաստաբար հայտնի է